24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոսի առճակատումից կամ հակադրությունից, ինչի է ուզում հասնել Փաշինյանը եւ ինչ գործողություններ կհաջորդեն, կարծում եք։ Այս կարելի ասել իշխանությունների եւ եկեղեցու ղեկավարության միջև սկսված այս գործընթացը ունի առիթ եւ պատճառ։ Առիթը եւ պատճառը մի քիչ տարբեր բաներ են։ Առիթը հանդիսացավ այն ամենայն հավանականությամբ, որ հայ-առաքելական եկեղեցու ղեկավարությունը Շվեյցարիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ բարձրացրեց Արցախի հարցը գերիների ազատելու, Արցախայության, Արցախ անվտանգ վերադառնալու, նաև պատմամշակութային հուշարձանները այնտեղ պահպանելու, ոչնչացման դեմ քննարկելու հարցը, սա առիթներ։ Իսկ բնականաբար այս առիթը դուր չեկավ Ադրբեջանի ղեկավարությանը, որովհետև ստացվեց, որ իշխանությունների այն բոլոր հավաստիացումները, որ Հայաստանում այլևս Արցախի հարցը փակ է, այդպես չէ, առնվազն եկեղեցու համար փակ չէ, քանի որ կա Արցախի թեմ, դա չի լուծարվել այդ թեման, նաև առաքելական եկեղեցու ղեկավարությունը, նաև Շվեյցարիայում քննարկում է այդ հարցը, չմոռանանք, որ Շվեյցարիայում այդ հարցը նախապես քննարկված է Շվեյցարիա խորհրդարանում, իհարկե ուրիշ վերին եւ ստորին պալատներում, իհարկե ուրիշ կոնտեքստում, համատեքստում, բայց այն ոչ էս համաժողովի ընթացքում մի որոշ ժամանակ առաջ եւ նրանք ընդունել են բանաձև, ընտրել են падգամավորներ, որոնք պետք է այդ հարցը միշտ ուրեմն արտուն պահեն։ Եվ բնականաբար Ադրբեջանի ղեկավարության մոտ հարց է առաջանում, որ առայն, որ եթե Հայաստանի իշխանությունները անդադ նշում են, որ գիտեք, Արցախի հարցը փակ է, ապա ալևը շատ հանգիստ կարող ասել, բա ոնց է փակ, եթե հայ առաքելական եկեղեցին Շվեյցարիայում, Եվրոպայի հենց մեջտեղում այդ հարցը բարձրացնում է եւ ոչ միայն Շվեյցարիա խորհրդարանը, այլ միջազգային այդ կրոնական կազմակերպությունների հովանը ներկայացնող այդ համաժողովում, որը բավականին լավ լուսաբանվում է, ոչ միայն Շվեյցարիայում, նաեւ դրա արձագանքները գտնում են այլ Եվրամիության այլ անդամ երկրների, ուրեմն եվրոպական այլ երկրների, նաև Եվրամիության անդամ երկրների լրատվամիջոցներում, այսինքն դա տարածվում է եւ փաստորեն վարչապետի այն ամբողջ քաղաքականությունը, որ Արցախի հարցը փակ է եւ պարոն Ալիև մի հատ խաղաղության այս համաձայնագիր ստորագրի տուր, բնականաբար Ադրբեջանի ղեկավարությունը կասի ոչ, ես խաղաղության պայմանագիր չեմ ստորագրում, որովհետեւ հարցը փակ չէ, հարցը բաց է։ Հասկանալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ուզում ստորագրել եւ չլինի այս առիթը ինքը 500 հատ այլ առիթ կբերի, որտեւ եթե ինքը չի ուզում ստորագրել, միշտ չի ստորագրել, եթե ուզում է ստորագրել, կստորագրի առանց առիթի։ Բայց քանի որ Հայաստանի իշխանություններին այդ խաղաղության պայմանագիրը շատ է պետք, դրա համար իրանք չեն ուզում ոչ մի առիթ տան ընդհանրապես Ադրբեջանին, իսկ սա առիթ է, սա առիթն էր։ Դա համար ինչը բերեց զայրալի, այսպես ոչ adekvat դրսևորվածության։ Բայց կա նաև պատճառը, սա առիթներ, այս որ բողոքի խնդիր առաջացավ կամ զայրույթի վարչապետի կողմից եւ այլն, որյան չի ենթարկող մի կառույց Արցախի հարցը միջազգային թատերամանում բարձրացնում է։ Իսկ պատճառը կայում է նրանում, որ եկեղեցին ինքը ցանցային կառույց է եւ ինքը ելք ունի դեպի գյուղական համայնքներ քահանաների միջոցով, ասենք ոչ միայն պաշտոնական, ասենք կնոնք, հավան արապատարակ եւ այլն, ուրեմն այդ արողակարգն կրոնական կազմակերպում գյուղերում եւ այլն, այլև շատ հանգիստ գյուղերում, ասենք հանդիպում են գյուղացիներ, քահանաները կարող են խոսալ, նրա հեղինակություն ունեցող կառույց է։ Իսկ գյուղերում հիմնականում տեղեկատվության միակ աղբյուրը հմեկն է, հմեկի Հայաստանն է այնտեղ կառուցում, որի ցուցանիշներով Հայաստանի վարչապետը ամեն ինչ ճիշտ է անում եւ այլն, եւ պատահական չէ, որ սոցիոլոգիական հարցումներով քաղաքներում, որտեղ կան տարբեր ուրեմն տեղեկատվական աղբյուրները վարչապետի վարկանիշը ցածր է, ինչքան քաղաքից հեռու է բնակավայրը, այնքան վարչապետի վարկանիշը ավելի բարձր, որտեղ նրանց համար միակ իրական ճշմարտությունը հմեկն է տալիս, բայց
Քանի որ հայրաքրական եկեղեցին ցանցային կառույց է, նայել է ինֆորմացիա տալի եւ բնականաբար Արցախի հարցը, երբ որ փակ չէ, այդ ինֆորմացիան ինքը տալիս է նաեւ գյուղացիներին եւ դա կարող է գյուղաբնակներին եւ փաստորեն եկեղեցին կարող է, ես չեմ ասում հաստատ կանի, բայց կարող է իր շփում ժողովրդի հետ հավատացյալների շփումների ժամանակ կոտրել համայնքի կողմից ձևավորվող իշխանության եւ վարչապետի այսպես ստեղծած պատկերը եւ այլ ինֆորմացիա տա, ինչը կարող է բերել վարչապետի վարկանիշի իջեցմանը գյուղում, իսկ վարչապետի համար եւ իր քաղաքական ուժի համար ցանկացած ձայն արդեն կարևոր է, որտեղ սա 2018 թիվը չի, սա 21 թիվը չէ։ Ցանկացած ձայն կարևոր եւ փաստորեն մի կառույց բավականին հզոր կարող է 26 թվականի ընտրությունների ժամանակ էապես իջեցնել ԿՊ-ի վարկանիշը, իսկ դա նշանակում է, որ վարչապետը առանցել ինքը ոչ մի ձևով չի կարողանում վերարտադրվել, հիմա դրան գումարած ավելի ուրեմն իրար չվերարտադրվելը ավելի են թուլացնում եւ դա բերում է իր մոտ նաեւ զայրույթ, այսինքն պատճառը սա է, որ իր կողմից փաստորեն չվերահսկող կառույցը 26 թվին կարող է իր դեմ աշխատել, իսկ առիթը Շվեյցարիան էր։ Եվ ինչ գործընթացներ կարող են հաջորդել իշխանության կողմից, որովհետև մենք տեսնում ենք, որ եկեղեցին խուսափում է առճակատումից, բայց Փաշինյանը հետևողականորեն իրավիճակը սրում է ամենօրյա ռեժիմով։ Բնականաբար շատ ճիշտ է անում եկեղեցին, որ խուսափում է, որովհետև եկեղեցին քաղաքական կառույց չէ, որպեսզի, չգիտեմ, քաղաքական կոչերով հանդես գա կամ քաղաքական, ինչ-որ մարդիկ ինչ-որ զանգ հնչելու մասին են խոսում եւ այլն, եկեղեցին բոլոր նրանք, ովքեր ուզում են այսպես տեսնել եկեղեցի եւ քաղաքական իշխանության հակամարտությունը եւ դա օգտագործել իրենց ներքաղաքական, այսպես պայքարի կոնտեքստում կամ ներքաղաքական PR-ի կոնտեքստում, նրանք երևի դա չտեսնեն, որտեղ եկեղեցին քաղաքական կառույց չէ եւ ինքը բավարարվում է միայն բարոյախրատական այսպես պատասխանով, ինչը եւ եկեղեցին իրականացրել է, ավել բան եկեղեցուց չպետք է սпасել, ոչ թե որ նա չի կարող անել, այլ նա դա չի ցանկանում անել եւ շատ ճիշտ է անում, որ չի ցանկանում անել, որտեղ իր խոսքը միայն բարոյախրատական ուրեմն ոլորտում է եւ ոչ թե քաղաքական դաշտում։ Ինչ վերաբերում է այսինքն երեկվա հայտարարության հետ կապված դուք որևէ խնդիր չեք տեսնում, որովհետեւ շատերը թույլ, անատամ հայտարարություն համարեցին։ Ուրեմն դրանք ովքեր շատ թույլ, անատամ հայտարարություն են համարում այդ հայտարարությունը, նրանց ոչինչ չի խանգարում, չգիտեմ, համաժողովրդական շարժում սկսել, դուրս գալ եւ տապալել այս իշխանությունը։ Եվ եթե նրանց թվում է, որ իրենք կարող են եկեղեցու միջոցով դա իրականացնել, եկեղեցուն օգտագործել իրենց ներքաղաքական գործընթացներում, իրենք սխալվում են։ Իրենց ձեռքը ոչ ոք չի բռնել, ազատության հրապարակը բաց է, գնացեք ձեր հանրավակներով, ասում են ձեր դեմ են գործում, դուք ինչու չեք խոսում այդ մասին։ Իրենք խոսում են այնքան, ինչքան գտնում են նպատակարար։ Իրենք խոսում են այդ հայտարարությունը իրենց խոսքներ, բարոյախրատական խոսքներ, եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ մտածում, որ իրենք այնքան խելոք են, այնքան ցանցել շուստրի են, որ կարող են եկեղեցուն օգտագործել եւ վարչապետի դեմ դուրս բերել եւ հետո ինչ այսպես PR կամպանիական, նրանք չարաչար սխալվում են։ Դա չի հաջողվելու։ Ինչ վերաբերում է վարչապետի սրմանը, այո, վարչապետը հենց դա է ցանկանում, որ գնաս սրելու, որտեվ երբ որ դու գնում ես սրելու, դու դիմացինի գործողություններն էլ ասենք, եթե զգացմունքային լինի, դու կարող ես նրան ինչ-ինչ հարցերում մեղադրես, եթե ինչ-որ սուր, որ նա դուրս եկավ սահմանադրության իր նորմերից, այնտեղ փորձես ինչ-որ այլ գործընթացներ անես, որպեսզի որոշ տեղերում դա անել։ Իսկ եկեղեցին չի տրվում այդ սադրանքներին, անկախ դրանից վարչապետը ինչ կասի կամ ինչ չասի կամ ԿՊ-ի այս կամ այն պատգամավորը ինչ կասի եւ ինչ չասի, վերջո եկեղեցու մնացել է ընդամենը մոտավորապես 1 տարի դիմանալ մինչեւ մաքսիմում մինչեւ մյուս տարվա ընտրությունները, երբ որ ամենանավանականությամբ քաղաքական այլ համանապատկեր կլինի խորհրդարանում եւ իրավիճակը ուրիշ կլինի, այս մի տարի ոցաչանի եկեղեցին կդիմանա 1700 տարի դիմացող կառույցը մի տարի հաստատ կդիմանա։ Դուք կարծում եք, որ Փաշինյանը միտումնավոր սադրում է եւ բացի այդ Ես չեմ ասում սադրում է, թե չի սադրում, ես ասում եմ եկեղեցին բարոյախրատական
ուրեմն պատասխանները տալիս անկախ նրանից թե վարչապետը ինչ աշճանի սրություն կամ թուլություն կներդնի իր գրառումներում։ Բայց Փաշինյանի աջակիցներից մեկը գնել է Սարգսյան, գնացել էր վանք եւ փորձում էր վեճ հրահրել եկեղեցու քահանայի հետ եւ ասում էր դուք ով եք որ թույլ չտաք ես մտնեմ սա իմ երկիրն է, իմ եկեղեցին է եւ այլն։ Մինչդեռ հոգեվոր առաջնորդը այլ բան էր ասել։ Այսինքն այլ կերպ, այսինքն այս ամեն ինչը կազմակերպվում է, որպեսզի այդ պառակտումը մտցնել հասարակության մեջ, բողոք դժգոհություններ առաջացնել։ Չէ, չեն կարող եկեղեցու դեմ դժգոհություն առաջացնել, չեն կարող եկեղեցու դեմ բողոք առաջացնել, նրանց նպատակն է եկեղեցուն բերել քաղաքական դաշտ, ինչը եկեղեցին չի անում, այլ դրա համար տարբեր տեսակի սա դրանքներ կարող են լինել, դրանք մոռացել գնացել։ Այսինքն մի կողմից քննադատում են, որ գործ չունեն քաղաքականության մեջ, չպետք է խառնեն, մյուս կողմից ուզում են քաղաքական դաշտ բերեն։ Որտեղ քաղաքականության մեջ իրեն կարող են հաղթել եկեղեցուն, իրեն կարող են հաղթել, որտեղ եկեղեցին քաղաքական կառույց չի։ Բնականաբար ինքը բարոյախրատական հոգևոր, ասենք, գործառույթ իրականացնող կառույց է, նա իր դաշտում է հզոր, յուրաքանչյուր միավոր իր դաշտում է հզոր, ուրիշ դաշտում նա թույլ է, բնականաբար քաղաքական եկեղեցու կուսակցություն չի, ինչ որ կուսակցությունների դաշինք չի, քաղաքական դաշտ մտնելով, ինչ որ քաղաքական հայտարարություններ անելով, նա կարող է խախտել սահմանադրության այն նորմը, որտեղ գրված է եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, իրարից անջատված են եւ քաղաքական եւ իշխանությունները չեն կարող որևէ օրենք պարտադրել, որևէ օրենք ընդունել եկեղեցուն այս կամ այն գործընթացը պարտադրելու, եկեղեցու մեջ ինչ որ, չգիտեմ, կուսակրոնությունը ստուգելու կամ դրա հետ կապված ինչ որ դրա հետևանքների մասին քննարկման առարկա դառնալով եկեղեցին անջատված է պետությունից վերջ։ Ցանկացած օրենք, որ նրանք ընդունեն, որը պետք է, այսպես պարտադիր նորմ լինի եկեղեցու համար, դա բնականաբար դատարանում կվիճարկվի, եթե անգամ գրպանային սահմանադրական դատարանը ընդունի, որ դա սահմանադրության համապատասխանում է, կգնա Վենետիկի հանձնաժողով, որտեղ կմերժվի, որտեղ ամեն դեպքում դա երկար ժամանակ։ Հիմա արդյոք այս ամեն ինչը Փաշինյանը չգիտակցում եւ երեկվա այդ հայտարարությունից հետո եկեղեցու Փաշինյանը գրել է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի արդյոք Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Անհետաձգելիորեն այս հարցը պետք է պարզաբանեն։ Ուրեմն անհետաձգելիորեն թե հետաձգելիորեն դա մայր եկեղեցու գործն է եւ ոչ թե աշխարհիկ ղեկավարի գործը։ Աշխարհիկ ղեկավարի գործը չէ թե եկեղեցու ղեկավարը դա կուսակրոնությունը պահպանում է, չի պահպանում եւ հետաձգում են ինչ-որ հարց, թե չի հետաձգում։ Միգուցե անհետաձգելիորեն պետք է առաջ քաշել Արցախի տարածքում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հարցը, այդ դա անհետաձգելի հարց է, իսկ թե վեհապարը, հարգարժան վեհապարը ինչ անձնական խնդիրներ ունի, դա եկեղեցին ինքը կորոշի առանց այս կամ այն ժամանակավոր գործիչի ինչ որ միջամտության։ Դուք այս ամենում տեսնում եք Ադրբեջանի, Թուրքիայի հետքը եւ շատերը հիշում են, որ Կովկասի մահմեդականների հոգեվոր առաջնորդ Փաշազադեն էր հայտարարություններով հանդես եկել մայիսի 22-ին, անարգելով առաքելական Սուրբ եկեղեցին, Կիլիկիո կաթողիկոսությունը։ Դե ադրբեջանցիների մակարդակը բնականաբար շատ ցածր է, նրանք փորձում են ինչ որ, քանի որ իրանք հասել են նրան, որ ունեն մի առաջնորդ Հայաստանում, որ անդադ կապիտուլյացիա է գնում եւ բնականաբար անդադ նորանոր պնդումներ են առաջարկում եւ անդադ այնց ծաղրանք են, ուրեմն ծաղրանքով են դիում հայասարակությանը, մի բան որ ժամանակին չեն անում, երբ որ ունենք ուրիշ աղթած ուրեմն ղեկավար գործիչներ։ Ասել ոստեղ ինչ որ Ադրբեջանի հետ կա, ես չեմ կարող ասել, ես կապ չունեմ, ասենք Ադրբեջանի ղեկավարություն, Հայաստանի ղեկավարություն, այդ հեռախոսակապը, ասենք ղեկավար ենթակա այդ հեռախոսակապին կողքից չեմ լսում, էլի որ ասենք իմանամ թե այնտեղ ինչ հրանգներ է իջեցում Հայաստանի իշխանություն, թե դուք սենց արեք, նենց արեք եւ այլ։ Ես չկամ այդ կապերի մեջ, դա համար ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ Փաշազադեի հայտարարությունը։ Դա անդաստիրակ հայտարարություն է, քաղաքական բան է, ուրեմն իշխանություններից, Ադրբեջանի քաղաքական իշխանություններից բխող հայտարարություն է, այնտեղ կան որ ամեն ինչ վերահսկվում է իրանց, քաղաքական իշխանության ղեկավարության կողմից, միգուցե Հայաստանի ղեկավարությունն էլ նախանձում է այդ իրավիճակին, որ եթե Ադրբեջանում այդպես է, ինչու Հայաստանում այդպես չի կարող լինել, բայց քանի որ Ադրբեջանում կլանային համակարգ կա եւ 93 թվականից 1 մարտ եւ իր որդերն իշխում, իսկ Հայաստանի քաղաքական ուժին ամենանավանականության մնացել է մի տարի, միջև մյուս տարի ուրեմն խորհրդանական ընտրություններ, բնականաբար այստեղ այդ իրավիճակը չի լինելու։ Դուք վստահ եք, որ իշխանապողություն է լինելու ընտրությունների միջոցով։ Ես վստահ չեմ, ես ասեմ ամենաշատը
տեսականորեն այս պայդրությամբ որևէ շանս վարչապետը չունի, քաղաքական ուժը չունի, որովհետև իր վարկանիշը չի բարձրանում, իր հակավարկանիշը բավականին բարձր եւ իր հակավարկանիշը, այսինքն հակավարկանիշը ցույց է տալիս էլեկտորատի այն ծավալը, որը ոչ մի դեպքում չի ցանկանում, որ տվյալ քաղաքական ուժը վերարտադրվի կամ նորից իշխանության գա։ Դա բավականին մեծ է եւ իր ծավալով մեծությամբ խեղդում է ուրեմն վարչապետի, այսպես հակավարկանիշը խեղդում է վարկանիշին, հակաէլեկտորատը խեղդում է էլեկտորատին եւ թույլ չի տալիս, այսպես որ նա ընդլայնվի, այսինքն հակաէլեկտորատը այնքան մեծ է ու հզոր է, որ էլեկտորատը ինքը մեծանալու հնարավորություն չի ունենում եւ այսինքն նոր աջակիցներ Փաշինյանը չի կարողանում ձեռք բերել, եղածներին չի կարողանում ձեռք բերել, իհարկե ինչ որ չափով իր կողմնակիցներին կկորստել, ինչ որ շատ քիչ քանակով, բայց կայուն ինչ որ ընտրազանգված ինքը պահպանելու է, այնպես չէ որ 0 է դառնալ, չէ, ասենք ընդունենք ինքը ունի 10% կայուն ընտրազանգված, 10%-ն մնալու է, կարող է դառնալ 9.98, 97, 95, բայց այնպես չէ, որ 10-ից կիշտի 1, այդպես չի լինելու, ինքը կայուն ընտրազանգվածը պահպանելու է, բայց այդ իր մեծ ընտրազանգվածը բարձր ուրեմն անտիռեյտինգը հակավարկանիշը թույլ չի տալի, որ 10-ը դառնա, ասենք 15, 20, 30, 40, այդ դա թույլ չի տալու։ Սա մեկ, երկրորդ, մենք տեսնում ենք, որ անգամ դաշինքային տարբերակը կասկածել է, որտեղ Գյումրիում, իսկ Գյումրիում Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է եւ Հայաստանի ընդհանուր էլեկտորատը փոքրացված ձևով արտահայտվեց Գյումրիում եւ այնտեղ մենք տեսանք, որ Գյումրիում արևմտամետ ընտրազանգվածը չնայած ներկայացված էր բավականին հաջող տեխնացույով, որպես առաջի դեմք, բանի Մացեվանը, որ ժամանակին եղել է Նեվավականու անդամ է եղել, բայց անգամ այդ հանգամանքը օգուտ չեղավ ուրեմն այդ տվյալ քաղաքական ուժին եւ նա հազիվ ուրեմն 4.8% հավաքեց, այսինքն այն տրամադրությունները, որ ժամանակին կա, որ Հայաստանում բավականին մեծ է արևմտամետ ընտրազանգվածը, մենք տեսնում ենք, որ դա փոփոխության է ենթարկվել։ Հիմա այս պայծառության չեն կարողացել իշխան, բայց հաշվի առնելով, որ նաև Միացյալ Նահանգները այլևս Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնում, ընդհանրապես տարածաշրջանից գնացել է, դա իր ազդեցությունը թողել է ընտրազանգվածի ուրեմն գիտակցության մեջ, ենթագիտակցության մեջ եւ դա բերել է ընտրազանգվածային խմբի փոփոխության արևմտամետների։ Իսկ սա ցույց է տալիս, որ հաջորդ խորհրդարանում, ես ասում եմ, այս պահի դրությամբ մենք չգիտենք մի տարի ինչ կլինի, դեռևս մի տարի կա, այնտեղ շատ գործընթացներ կա, դրա համար միշտ շեշտում ենք այս պահի դրությամբ, ԿՊ որպես լիդերային կուսակցություն, իսկ իր լիդերը բնականաբար կա, ԿՊ-ն կա, լիդերը եթե դուրս գա քաղաքականությունից, ԿՊ-ն վերանալու է որպես քաղաքական ուժ։ Այլ լիդեր չի ունենա։ Չէ, այլ լիդեր չունի, հենց կոնկրետ այդ լիդերի շնորհիվ է, որ ինքը խորհրդարան է մտնում։ Ուրիշ կուսակցության ղեկավար կարող ունենա, բայց ուրիշ կուսակցության ղեկավարը չունի ունենա այն վարկանիշը, ինչ որ ունի տվյալ դեպքում, ուրեմն կոնկրետ, ուրեմն այս պահին նրա ուրեմն առաջնորդը եւ բնականաբար այդ տոկոսները որ կան, նրանք չեն կարող գումարվել արևմտամետների ընտրազանգվածը, որտեղ արևմտամետների ընտրազանգվածը ոնց որ տեսնում ենք էականորեն իջել են, Գյումրիում դա 4.4% էր։ Հիմա մենք չենք կարող ասել, թե ամբողջ Հայաստանում ինչքան կլինի, բայց մոտավորապես կարող է նույնաչափ լինի, մի քիչ ավել ծավալով, որտեղ այնպես չէ, որ Գյումրին ասում են դա քաղաքային համայնքային ընտրություն է, ուրեմն արևմտամետների համար նշանակություն չունի, դա ասենք կենտրոնական ազգային ժողովի ընտրություններին, թե Գյումրի քաղաքի, որտեղ Գյումրի քաղաքը մեծ է, այո, արևմտամետների համար միգուցե նշանակություն ունենա, եթե ընտրությունները լինեն զուտ արևմտամետների համար, ոչ թե ուրիշների համար, ասենք այս կամ այլ լիդերի համար, եթե ասենք Սիսիանում լիներ, միգուցե ասենք, չգիտեմ, Հափանում լիներ կամ Մաղթալայում լիներ, կարող արևմտամետների ծավալը կամ նրանց արտահայտվածությունը այդքան չլինի, բայց քանի որ Գյումրին երկրորդ կարևոր քաղաքն է, Երևանից հետո եւ իդեպ Երևանում էլ եթե վերցնում եք հանրապետության կուսակցությունն էլ շատ դժվարությամբ, նաև ինչպես օդում կախված լուրերն են ասում, որոշակի այսպես ասած աջակցությամբ, չերևացող աջակցությամբ նա երրորդ տեղը մի կերպ բրդվեց, որպեսզի կոալիցիան ձևով ուրեմն աշխատի, նաև հաշվի առնելով նաև նախկին քաղաքապետերից մեկին, ոչ adekvat պահվածքին, տեխնացունից մեկին, որը չհամաձայնվեց կոալիցիա ձևավորել, դրանով նպաստեց ԿՊ-ի վերարտադրմանը Երևանում, բայց Գյումրիում, եթե մենք վերցնում ենք Գյումրիում, այդ 4%-ն է լավ, կարող է համապետական ընտրությունների ժամանակ այդ 4%-ը դառնա, ասենք լավ, 5%, 6%, այնպես չի, որ կարող է շատ լինի,
Թեկուզ 10%, ես անգամ 2.5 անգամ ավելացնում եմ, բայց եթե գումարում եք վարչապետի 10%-ը լավ, վարչապետին էլ դարավ 15%, խոսքը օրինակ, հա, ինքը ավելացեց մի կեպ ինչ-որ ձևով, էլի 10% գումարեցին, դառնում է 25%, այսինքն արևմտամետներ եւ վարչապետ ԿՊ միասին դառնում է 25%։ Հիմա ինչքան էլ կողքից մի քիչ այսպես ինչպես ժողովուրդը ասում է, նկարչական գործողություն իրականացնես, 25-ը չես կարող էլի 50+1 դարձնես, Փաշինյանը որոշակի գործիքակազմը օգտագործություն է, գնում է համայնքներ, կրթվել է նորաձևային շրջանակում, պատկանցած շփումներ է դա գործիք հաստատում։ չի, դա PR կամպանիա է, դրանք տարբեր բաներ են։ Ես ուրիշ բան նկատում եմ։ Ինչքան էլ դու ավելացնես, դու կապ չունի, դու կգնաս մարդկանց հետ, կասես կարծվել է, մրցվել է, եւալ է, մեկը քո ընտրազանգվածը 10%-ն է։ Այդ 10 առավելևս որ շատ դեպքերում այդ մարդկանց գիտենք էլի ոնց են ցած ցուցակով համարով բրթում բերում դալիճում լցնում էլի, որը ըստ օտում կախված լուրերի։ Այնպես որ այդ մի խափնվեք դալիճների, այսինքն փոքրիկ դալիճում կարող ես բերել մի 50 հոգի եւ հետո նկարես անստապավորություն լինի, որ դալիճում նստելու տեղ չկա էլի, կամ հակառակ ասենք մեծ դալիճում, ասենք նույն 50 հոգի նայումս ասես դալիճի կեստան լացված չի։ Այսինքն այդ մախինացիաներն էլ գիտենք ոնց են անում։ Ամեն դեպքում ասենք ինքը 10%, 10-15% արեմատամետ լավագույն դեպքում ասենք հա 10% էլի 25 գար, ուրիշ մարդ չկա, ասենք, ուրիշ ուժել չկա, ասես այ X ուժը գբերի, Y ուժը գբերի։ Այսինքն Գյումրիում էլ փորձեցին ամեն ինչ անել, բայց Գյումրիում չաշխատեց։ Այ հիմա Գյումրի մեծ տարբերակ կարող է ինչ որ ամբողջ ազգային ժողովի մակարդակ, ասենք կտրվածքով լինի։ Ինքը դա շատ լավ հասկանում է, որ ինքը եւ դրան կարող է նաեւ նպաստել հենց հայ-առաքելական եկեղեցին, որը իր քարոզչական գործողությունը կարող անել ավելին։ Չմոռանանք, որ Ռուսաստանում նույնպես այդքանը շահագրգռված են Հայաստանի իշխանությունների գոյատևմամբ եւ չի բացառվում, որ ռուսական ազդեցություն լինի, իսկ ռուսական ազդեցությունը բավականին մեծ է հատկապես գյուղաբնակ բնակիչների վրա, ասենք իրանք էլ իրենց այսպես ինֆորմացիոն կամ կապուղիներն ունեն եւ դրանցով էլ ավելի կարող են իջացնել կամ թույլ չտալ, որ անգամ վարչապետի, հա, ինչ որ վարկանիշը 15 լա, թողել 17%, 20%, հիմա ասենք դրանից ավել չգնա, էլ ասենք, դա կարող են իրանք անել, եթե ամբողջ շտապով գնա։ Իսկ դա չի թույլ տալիս վերարտադրվել։ Դրա համար ասում եմ ընդամենը այս պահի դրությամբ։ Դրա համար ամենայն հավանականությամբ եկեղեցին պետք է 1 տարի ուրեմն համբերի, որովհետև քանի որ Միացյալ Նահանգները նույնպես տեղից գնացել են այս տարածաշրջանից ու ակտիվ գնում են, դա նույնպես ազդում է ընտրական ուրեմն գործընթացի վրա։ Իսկ դու կարծում եք արտաքին աջակցություն Փաշինյանը ունի եւ արդյոք պետք է այդ աջակցությունը ընտրություններում հաղթանակ տանելու համար, ինչի մասին այդքան խոսում է, որ Փաշինյանին այլևս ոչ ոք տեր չի կանգնում եւ այլն եւ այլն։ Արդյոք դա դեր է խաղալու ընտրությունների համար եւ արդյոք իսկապես ոչ մեկ չի աջակցում նրան։ Իհարկե, դա մեծ դեր է խաղում ներքաղաքական գործընթացների վրա եւ արտաքին քաղաքական գործոնը էական նշանակություն ունի ներքաղաքական ընթացող գործընթացների վրա։ Բերենք օրինակներ, փաստերով, մասնավորապես 2022 թվականի դիմադրության շարժման ժամանակ հիշում եք այնտեղ, հա, երբ որ բավականին ակտիվացել է շարժումը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը ինչ հայտարարեց, որ այսօրվա դեսպանը հայտարարեց, որ մենք պաշտպանում ենք 2018 թվականի հեղափոխության արժեքները եւ մենք աջակցում ենք 21 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական համենապատկերացեց, որը հասկանալի է իշխանություն, այսինքն դա բաց աջակցություն է, սա մեկ եւ երկրորդ։ Իսկ ով ասաց, որ Միացյալ Նահանգները միայն խոսքով է աջակցում։ Իսկ միգուցե նաեւ անդրկուլիսյան գործընթացներ են տեղ ունեցել, որ գիտեք, դուք ասենք օլիգարխիկ համակարգին, որ գիտեք, դուք ասենք չաջակցեք դիմադրության շարժմանը եւ այլն։ Հաջորդ տարի տեղ ունեցավ 24 թվականի անցյալ տարի։ Հիշում եք Սրբազան շարժման ժամանակ, երբ որ ուժ եղան եւ մեղավոր դուրս եկան փաստորեն Միացյալ Նահանգներում մեղավոր հանեց, ցուցարարներ մեղավոր հանեց։ Իսկ հիմա դուք նայում եք նոյեմբերից հետո Հայաստան ԱՄՆ դեսպանը, որ միջև այդ անգամ նախարարները իր մոտ հաշվետվության էր կանչում եւ գնում են հաշվետվություն ներկայացնելու կատարած աշխատանքի համար, գրեթե пассивացել է, իսկ հունվարից հետո համարը ինքը չէ երևում հազվադեպ ինչ որ միտեղ երևա թե չէ, այսինքն Հայաստանում ԱՄՆ դեսպանություն որպես այդպեսին չկա, իսկ դա ոչ թե դեսպանի պահվածքն է, դա բնականաբար այն հրահանգը, որ դեպից ուրեմն ստացել է, իսկ մենք այսօր տեսնում ենք, որ ԱՄՆ-ի համար թիվ 1 նախապատվելի գործընթացը դա Չինաստանի դեմ
պայքարն է, որտեղ Չինաստանը օր-օրի է արդեն ուժեղանում, ոչ թե ամիս, տարի, այլ շաբաթ, այլ օր-օրի ուժեղանում, որտեղ ինքը այնքան հզոր է, որ այդ իր հզորությունը եթե անգամ 0.1% ավելանում է, դա մի մեծ բան է կազմում, էլի, ասենք ծավալ է կազմում։ Երկրորդը ԱՄՆ-ի համար խիստ կարևոր է Արկտիկայի խնդիրը, որտեղ դա համար ասում Կանադան միավորեն, Գրենլանդիան առնենք, որտեղ Արկտիկան բավականին հատկապես օվկիանոսի, ասենք, իր ափում բավականին շատ ռեսուրս կա։ Հանգաում կան ռեսուրս կան, նավթ, գազ եւ այլն, Գրենլանդիայում օգտակար հանածոներ կան, հազվագյուտ մետաղներ կան, դրա համար Իրան այլևս չի հետաքրում կենտրոնական Ասիան, Իրան ըստ այդմ էլ Իրան հարավային Կովկասը չի հետաքրքրում, ինքը բոլոր խնդիրներից ազատվում է, անգամ Ուկրաինա, ներողություն, Եվրոպան, միշտ մինչև հասնենք Եվրոմիությանը, ինքը բոլոր խնդիրներից ազատվում է, արդեն բալաստ են։ Նայում եք Ուկրաինայի հարցով, անգամ Ռուսաստան-Ուկրաինա, ասենք, նախորդ հանդիպման ժամանակ ինքը ներկայացուցիչ ուղարկեց, հիմա ասաց, հա, մենք այնտեղ նայում ենք այս երկրորդ փուլին, այսինքն ինքը Ուկրաինայից էլ է ուզում ազատվի։ Ուկրաինան իրան պետք չէ, իրան բալաստ է, անգամ այսօր իր խորհրդականներից մեկը ասեց, հա, որ նախագահ Տրամփի համբերության բաժակը լցվեց, արդեն էլ ինքը իրան չի հետաքրքրում էս, որտեղ իրան բերել են, թող իրենք իրար մեջ որոշեն, որտեղ իրան բերել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար, Չինաստանի դեմ պայքար, Արկտիկայի կեսի բան այդ հսկողության տակ վերցնումը Կանադան եւ Գրենլանդիան իր կազմի մեջ ընդգրկելով։ Հիմա ինչքանով Կանադան կընդգրկվի, Գրենլանդիան կընդգրկվի, ուրիշ բան է, բայց ասենք տրամաբանությունը դա է։ Բայց դա չի ստացվում, որտեղ ինքը անդած զբաղված է ռուս-ուկրաինականով։ Ուկրաինան կռվում է, ինքը չկարողացավ ջարդել Զելենսկուն, անգամ հրավիրեց Սպիտակ տուն, բայց Զելենսկին միջևերջ մնաց իր ուրեմն կայուն, հա, դիրքին, որտեղ Եվրամիությունը աջակցում է, Գերմանիան եւ Ֆրանսիան աջակցում են, իհարկե որոշ դեպքերում զինատեսակներով էականորեն քչացել են, բայց նրանք ավելացնում են զինատեսակները, իհարկե չեն կարող այս պայդրությամբ Ամերիկային փոխարինեն, բայց էական եւ Զելենսկու Գերմանիան էլ, հա, Զելենսկուն հայտարարում է միջևերջ կռվի։ Միջևերջ կռվի մենք պաշտպանում ենք, Զելենսկին էլ միջևերջ կռվում է, այո, փողոցից մարդկանց բռնում են, 3 օրում սովորացնում են, տարում են ռազմաճակատ, դա 2 օր հետո մեռնում է, կապ չունի, միջևերջ, իհարկե ինչ ոչափով զիջումներ կան, զիջումներ գնում են, բայց նա կռվում է միջևերջ։ Դա արդեն Տրամփին դուր չի գալի։ Տրամփը ազատվում է դրանից, դա բալաստ է։ Տրամփը, տեսեք Իսրայելը, նորից հարձակում սկսեց Պաղեստինի վրա, որովհետև ինչ ասեց։ Տրամփը ասեց Իսրայել գնա պայմանագիր կնքի, հարցը փակի, ես էլ այդտեղ չկամ։ Հա, քեզ միշտ պաշտպանել եմ, հիմա արդեն ես ուրիշ խնդիր եմ, Չինաստան, Արկտիկա, անգամ Իրանի հետ, որ շատերը հիշում եք, ասում են հեսա կարև կսկսի Իրանի դեմ եւ այլ, անգամ խուսիտները հիշում եք, այնտեղ պայմանագիր կնքեց, որ ասած խուսիտները կապիտուլացվել են, իհարկե խուսիտները չգիտեն, որ իրան կապիտուլացվել են, բայց կարևոր չէ, Ամերիկան պայմանագիր կնքեց, ասեց իրան կապիտուլացվել են, ես գնացի, վերջ, Իսրայել քեզ են խփում, դու իրանց հետ լեզու գտի, այսինքն ինքը դաշնակցին թողեց։ Իրանի հետ կապված իրան մի հատ թուղթ է պետք իրանից, որ Իրանը միջուկային հետ հարստացման գործընթաց չի անի։ Տրամփը գիտի որ անելու է, ասում գիտես ինչ, արի թուղթը գրի որ չես տանելու։ Այդ թուղթը ցույց տամ Իսրայելին գնամ, որտեվ արդեն նկատել է նույնպես իր խորհրդականները եւ լրատվամիջոցները գրում են, որ Տրամփը էականորեն թույլատրել Ամերիկայի վրա եղած ճնշումը։ Իհարկե այնտեղ նամակներ գրում է, որ դուք չպետք է բան ունենաք, այսպես ուրան հարստացնեք եւ այլն, հասկանալի է դա ասում թուղթը գրի, որ դու չես հարստացնելու, մեկը գիտեմ հարստացնելու ես։ Ես գնամ, որտեվ Իրանի դեմ չես կարող դու, ասենք, կռվով հաղթել, հա, մի երկու հատ կարող է խփես, անգամ Իսրայելը կարող է խփի, որտեղ Իսրայելի համար դա մեծ պրոբլեմատիկա է, որ Ամերիկան հանգարց տարածաշրջանից գնա։ Նախ կոնկրետ Նեթանյախուի հերականից են 50,000 պաղեստինցի սպանել է։ Ինքը պաշտպանության նախարարը եւ շտաբի պետը եւ մի քանի ղեկավարներ ուղղակի կարող են դնել դատեն որպես պատերազմի հանցագործ, ինքը 50,000 կոտրել է։ Ու հարցը չի լուծվել, որտեղ մարդիկ 2 միլիոն այդտեղ են, Ամերիկան էլ գնաց, Եվրոմիությունն էլ Պաղեստինները սկսում են Պաղեստինի ճանաչման գործընթաց, որտեղ Իսրայելը Եվրոմիության դաշնակիցը չի, Ամերիկայի դաշնակիցն է։ Այսինքն Ամերիկան այս տարածաշրջան չի հետաքրքրում, Իրանին, երբ որ ինքը
Իրանից է Թուրքստանը գնը, նշանակում է Իրանը պահպանում են հզորությունը, իսկ Իրանը երբ որ պահպանում է հզորությունը, նշանակում է Սյունիքի մարզը անվտանգ է դառնում, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան միասին չունեն, Ադրբեջան չկա։ Թուրքիան չունի այն ուժը, որ մենակ կարողանա ստիպել Իրանին Սյունիքի մարզի հետ կապված միջանցք բացել։ Դրա համար դեսպանը Թե Էրդողանը վերջերս խոսել էր էլի միջանցքի մասին։ Հա, խոսել է դեսպանը պատասխանել։ Իսկ Իրանին ասում են աջակցեք մեզ այդ հարցում։ Հա, Իրանն էլ իր շահերը չգիտի, որ Թուրքիան պետք է իրան սովորացնել 5000 տարվա պետությունը չի հասկանում ինչ որ մի բան քոչվոր եղել է մի 100 տարի, մի 500 տարի առաջ եկել է բանից, Ալթայից այդտեղ պետք է 5000 տարվա պետություն ունեցող բանին ազգին սովորացնի խելք, էլի, այդքան էլ տրամաբանական չի։ Դրա համար կա Իրան հզոր կա Սյունիք, որտեղ պետք է հասկանաք ոչ միայն Սյունիք, այլև Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության վրա ոչ ոք չի հարձակվում միայն Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ եւ ուժի շնորհիվ, որտեղ Արաքսից հարավ իր բանակն է կանգնած։ Ոչ ՀԱՊԿ, ոչ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գործում դերակատարում որպես այդպեսին չունեն։ Ավելին Ամերիկային արդեն որքան որ Իրանը հետ չի հետաքրքրում Չինաստանը պետք է ինքը անգամ Զանգեզուրի միջանցք էլ պետք է, որտեղ Զանգեզուրի միջանցքը շատ են խոսում ճանապարհի մասին, միջին միջանցքի մասին, հիմա այլևս այդ մասին չեն խոսում, որ արևմուտքը այս քաղաքական ուժին բերել էր 3 խնդիր լուծելու համար։ Արցախը հանձնում ենք, ըստ այդմ միջանցքը տալիս ենք, ռուսական կառույցներից ԱՊՀ-յան բան դուրս են գալի։ Հիմա քանի որ ծրագիրը չկա, չի աշխատում, դրա համար իշխանությունները չգիտեն ինչ անեն։ Դրա համար իրենց վերարտադրման խնդիրը բան է մնացել է օդում կախված։ Եվրոպայից ևս աջակցություն չկա իշխանությանը։ Եվրոպայից է կախված, Եվրոպան չունի օպերացիոնալ համակարգը, որ հարավային Կովկասում վարչապետ պահի, որովհետև Զանգեզուրի միջանցքը պետք էր հիմնականում Արևմուտքին Ամերիկային, որտեղ Զանգեզուրի միջանցքը թիվ 1 թիրախը ոչ թե Հայաստանն էր, այլ Իրանն էր։ Դա թուրանական միջանցք էր, որ Թուրքիան կենտրոնական Ասիայի հետ միավորում է։ Երկրորդ նպատակը իհարկե դե հանքահունքային ռեսուրս տանելն է, բայց հիմնականում Զանգեզուրի միջանցքը դա թուրանական միջանցք է ընդդեմ Իրանի։ Քանի որ Ամերիկան արդեն դա պետք չի, իսկ Եվրոմիությունը ինքը լավ ազդեցություն ունի կենտրոնական Ասիայում, հանքահունքային ռեսուրսը ինքը տանում է Բաքու, Գանձակ, Թբիլիսի այդ վերևի գծովատամ Զանգեզուրի միջանցք իրան որպես այդպեսին պետք չի։ Հակառակը Եվրոմիությունը ինքը Սյունիքի է ճանապարհը իրան պետք է Իրան, Հնդկաստան, Չինաստան դուրս գալու համար, Իրանը այդտեղ միջանցք ընդհանրապես պետք չի։ Միջանցքի միակ ուրեմն պահանջատերը այսօր մնացել է Ռուսաստանի Դաշտությունը, որ իրան թվում է, որ ինքը կարա թուրքական այդ երկու, Թուրքիան եւ Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիան ընդհանրապես դրանք վերահսկի, իրան տենց է թվում, որ միշտ սխալվում է։ Եվ ուրիշ ոչ մի, եւ իսկ Իրանը կատեգորիկ դեմ է, անգամ Ռուսաստան ինքը ասում է չէ։ Եվ բնականաբար Եվրոմիությունը դրված չէ Փաշինյանին պահելու, որպեսզի այդ ծրագրերն իրականացվի, որովհետեւ ծրագրեր չկան։ Չէ, ծրագիր արդեն չկա։ Այսինքն որևէ աջակցություն չունի Փաշինյանը ոչ մի ծրագիրը ամբողջովին ավարտվեց, երբ որ Տրամպը եկավ։ Վերջ Տրամպի գալով ծրագիրը ավարտվեց։ Տրամպը ոչ թե Տրամպ անձով, այլ այն ուժը, խորքային պետությունը, որտեղ առանց խորքային պետության Տրամպը չէր կարող գալ։ Խորքային պետությունը երբ որ բերեց Տրամպին, արդեն բերեց կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Իրանց այդ խնդիրը իհարկե այնտեղ կան դեռևս մարդիկ, որոնք խորքային պետության գլոբալիստական թևն են ներկայացնում, դրանք ինչ որ էլի Բոլտոներ կան, որոնք խոսում են դուրս գրված օբլիգացիաներ են, որոնք քննադատում են Տրամպին, բայց դրանք այլևս ոչ մի բան չեն ներկայացնում։ Եվրոմիությունը չունի այդ պոտենցիալը, որպեսզի ինքը կարողանա այստեղ վարչապետ պահել։ Հա, լավագույն դեպքում ինքը կարող ասի վարչապետ, քեզ անձնական PR-ի համար, հա, մյուս տարի այդ Եվրոմիության քաղաքական այդ համայնքի ժողովը, հա, կանցնես բան կոմոդ կանենք, կգանք մերձը Մակրոնը եթե լինի նախագահ, մյուս տարի կգանք դու մեր հետ կնակարվես, ընդդեպ ժողովրդի ցույց կտած գյուղում ժողովուրդը կասեն, տես Եվրոպացիներ եկել են, հա, գնում ենք Եվրոպա, արդեն հեսա քայվարկենք ու գնանք Եվրոպա, մի քանի տոկոս դու կարաս դրանով ինչ որ աճոք հավաքես, բայց մեծ աճոք չես հավաքել։ Հիմա ովքեր են Փաշինյանի արտաքին աջակիցները։ Չկային արտաքին աջակիցներ։ Թուրքիան, Ադրբեջանը եւս չեն աջակցում կամ նրանք ինչ դերակատարում կարող են ունենալ հետ անգամ աջակցեն։ Որտեղ իրանք հասկացան, ըստ վարչապետը ոչ մի բան չի կարանի։ Իրանց պետք է Զանգեզուրի միջանցք, վարչապետը չի կարող Զանգեզուրի միջանցք տա, վերջ։ Իրանց մենակ է տա, պետք ոչ թե ասենք ինչ որ բանակը լուծարի, որ բանակն է լուծարի, մեկ Ադրբեջան չի կար հարձակվի Հայաստանը, Իրանը թույլ չի տալի։ Ոչ թե Հայաստանի բանակն ուժը, Իրանը թույլ չի տալի։
Հալա, ասենք եկեղեցու վրա բան արեցի, մի երկու հատ քահանա ձերբակալեցի, Ադրբեջան դրանից ոչ մի օգուտ չի ստանում, բացի PR-ից ինքը օգուտ չի ստանում, որտեվ իրանց պետք է Զանգեզուրի միջանցքը Թուրքիան, Ադրբեջանին դա խիստ պետք է, որտեվ դրանով իրանք նախ ստեղծում են թուրանական աշխարհը միացնող մեկ միասնություն, որը ուղղվելու է Իրանի դեմ, Իրանի մասնավորապես հյուսիս-արևմուտքի ատրպատական դեմ, որտեղ ոչ թե ադրբեջանցիներն ապրում, այլ ոչ թե Թուրքիա, այլ պարսկախոս, բան է, թուրքախոս պարսիկներ են ապրում, էլ այսպես ասենք ատրպատականի բնակիչներ։ Այլ այդտեղ են ուզում բզբզել, բայց դե Իրան թույլ չի տալի, այսինքն այս իշխանություններից անգամ Թուրքիան էլ ոչի բան չունի ստանալ, Ադրբեջանը էլ ոչի բան չունի ստանալու։ Ինչ որ Իրանցն էլ իրանցը ստացավ, հա կարող է խոսքի օրինակ ինչ որ Դեպ սահմանազատումն էլ չի շարունակվում։ Չի շարունակվում, որտեվ Իրանը պետք չի։ Ինքը ասենք ինքը լավ, Ադրբեջանը Կանոնակարգ կար հաստատված, որ պետք է սկսեին, ոչ մի բան ընթացք չկա։ Որտեվ Իրան պետք չի, ինքը ինչ որ Իրանցն է պետք, ինքը ստացավ, լավ, ասենք այդ սահմանազատմամբ նոյեմբերյանում խոսքի օրինակ ինքը մի 5 հեկտար ստացավ, 5, ասենք 10 հեկտար հետ տվեց կամ Կրասնոդարսկում 2, ասենք հեկտար ստացավ, 2 մետր առաջ եկա, վերջ։ Ավել բան ինքը չի կարա ստանալ, այստեղ ինչ որ պետք է ինքը ստացել է։ Միակ բանը Զանգեզուրի միջանցքա վարչապետը չի կարում դա տա։ Էլ վարչապետին պետք չի, դրա համար իրենք էլ գնում են իսկ խաղաղության պայմանագիր վարչապետին շատ է պետք, իսկ ադրբեջանցիները իսկ քո այդ խաղաղության պայմանագիր կնքեմ։ Բա որ մյուս տարենտրություններում հաղթում են, ասենք հաղթում են չգիտեմ, ասենք երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող ուժը ասում է խաղաղության պայմանագիրի վրա բան թքած ունեմ դրա վրա։ Գնում է, չգիտեմ, Իրանից լավ ընդեղ բան անում, աջակցություն է ստանում, Արցախը նույնց է հետ է վեկալում։ Խաղաղության պայմանագիրը ինչ օգուտ, հա, որ թղթիկը տորա, որ ես քեզ թուղթ տամ, թղթիկը տոտամ, որ դու դառնաս, հա, ինչ որ դա օգտագործես PR կամպանիայի համար, հա լավ, ասենք 25% պիտի ստանաս, դառնաս 27%, ինձ ինչ։ Ադրբեջան շատ պրագմատիկ է մոտենում։ Իսկ Եվրոմիությունը չունի այդ աջակցություն։ Եվրոմիությունը աջակցում է Ուկրաինային։ Իսկ միգուցե Ռուսաստանը աջակցի։ Ռուսաստանը բացառվում է, որպեսզի այս իշխանությունը աջակցի։ Բացառվում է, վստահ եք այդ հարցում։ Այո, որովհետև այն պայից սկսած, երբ որ Հայաստանի իշխանությունները բերեցին Եվրոմիության դիտորդերին դրեցին, այդ պայից սկսած հայ-ռուսական հարաբերությունները արդեն տարանջատվեց, որովհետև եթե Ռուսաստանը ցանկանար աջակցել այս իշխանություններին, չէր փոխի Ռուսաստանի նախագահ աշխատակազմում Մոլդովա եւ Հայաստանի գծով, ուրեմն կուրատորին կամ մնար հինը, որը լրիվ այսպես անպիտան միանձնավորություններ, որը ոչ մի բան չէր կարողանում անել եւ չէր բերի մեկին, որը իր մարդկային պոտենցիալով շատ ավելի մրցունակա, քան նախկինը, որը ոչ մի բանի համար այլևս պիտանի չէր։ Բայց երբ որ Լավրովը այստեղ էր, սիրաշահող հայտարարություններ հնչեցին հայկական կողմից։ Հայկական կողմից։ Հա, բա ինչ անեն, այնտեղ ասեն վեկալեն Չագուչը խփեն Լավրովի գլխին։ Հասկանում եք, չի կարելի քաղաքականության մոտենալ զգացմունքային, էլի, այնց ինչ Չէ, բայց հստակ դիրքորոշումներ էլ հայտարարեցին, որ չենք վերաֆորմատավորում մեր դիվանագիտական հարաբերությունները, հապկից դուրս գալու ծրագիր չկա եւ ու Լավրովն լացեց այդ Եվրոմիության բան այդ հավաքը հակառուսականը բանակցություններ չենք վարում Եվրամիության հետ։ Գիտեք ինչ հակառուսական ֆորմատը կարակ չանեք, մի օր հետո վարչապետը ասաց այդ ֆորմատը Հայաստանում անելու եմ, թքած ունեմ քո ասացի վրա։ Այդ մեկ երկրորդ ինչ վերաբերում է ֆորմատավորման, այ խնդիրը ուրիշ բան խոսացին, ուրիշ բան են անում։ Իհարկե, որովհետեւ միշտ էլ տենց Արցախը Հայաստանը է վերջ, հիմա Ղարաբաղ Արցախ բառը կամ չեն ասում, այսինքն քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա ամենաշատ տուգանքներ քաղաքացու վրա գալի, մի բան ասել, մի բան անել, ուրիշ հարց է։ Ուղղակի գիտեք ինչ, չպետք է քաղաքականությանը նայել զգացմունքային տեսակետից, այ ինչ, այսինքն ինչ եք ուզում, որ Արադ Միրզոյանը, հա, երբ որ կանգնած է Լավրովի կողքին, սենց միացած դժգոհ դեմք ունի, դա շուրգար գար, ասած քացով խփել Լավրովին, ասել մենք քո դեմ ենք, դա մի քիչ Չէ, ասեն, եթե հստակ ծրագրեր ունեին Ռուսաստանից դուրս գալու եւ ազդեցությունը նվազեցնելու, այդ է խնդիրը, որ իրանք ասում են ազդեցություն նվազեցնում ենք, բայց դեպի Արևմուտք Եվրոմիության կողմը չեն գնում։ Այդ է խնդիրը։ Իրանք նվազեցնում են ծրագիրը, նվազեցնում են կախվածությունը, բայց այս կողմը չեն ավելացնում, որ հավասարը կշռվի։ Այս է խնդիրը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում եք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։